Պարոն Աթոյան, դուք միջնորդություն էիք ներկայացրել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության եկից, ձեզ պիտի խնդրենք ներկայացնեք ինչ միջնորդության մասին է խոսքը եւ ինչու մերժվեց ձեր ներկայացրած միջնորդությունը։ Հատ բարի։ Մենք միջնորդություն նախապատրաստեցինք, դիմում միջնորդություն ուղղված վերաքննիչ դատարանում գտնվող Միքայել Սրբազանի գործի նախագահ դատավորին, որով առաջ ենք քաշել այն հարցադրումը, որ այն պահանջը, որ Միքայել Սրբազանի շարունակական ազատությունից զրկվել է, քանի որ վերջինս ներկա պահին տնային կալանքի տակ է, բայց այնուամենայնիվ զրկված է ազատությունից ու մի շարք իրավունքներից, որոնք սահմանափակված են դատարանի որոշմամբ, այս դիրոշորոշումն եղել է այն հետևյալը, որ այդ շարունակական բնույթ կրող ազատությունից զրկելը, որը նաև մեր տեսակետով աբորինի է, խաթարում է թեմի հավատացյալների նաև հոգևոր պահանջմունքները, կարող է դիտվել որպես խղճի կրոնի ազատության իրավունքի խախտում, համենայն դեպս մեր ստորագրողների դիտարկմամբ դա այդպես է խախտվում է ոչ միայն Միքայել Սրբազանի, թե որպես հավատացյալի եւ որպես հոգեվորականի եւ որպես թեմի առաջնորդ հանդիսացող հոգեվորականի իրավունքներ, այլև հավատացյալների, ովքեր պետք է իրենց իրավունքները ազատորեն իրացնեն։ Այդ ամեն ինչի կոնտեքստում մենք նաեւ մեջբերումներ ենք կատարել եվրոպական կոնվենցիայից, որպես հիմնավորումներ սահմանադրությունից եւ այլ օրենքներից, նաեւ առաջ ենք քաշել հանրային եւ մասնավոր շահերի պաշտպանության, մեխանիզմի ապահովված լինելու հարցը, որ այլ խափանման միջոցի կամ տնային կալանքի պայմաններում այդ խիստ սահմանափակումները հանվելու պարագայում հանրային եւ մասնավոր շահերը չեն տուժի, ինչից ու ըստ էության խնդրել ենք, որպեսզի Սրբազան հորը թույլատրել մասնակցել ամենօրյա ժամերգություններին, առավոտյան մեծի պատշաճանում նաև ճաշու, երեկոյան ժամերգություններին, իրագնորյա սուրբ պատարագներին եւ նաև այլ օրացուցային օրերով նախատեսված եկեղեցական արարողություններին, որի վառօրինակը այսօրվա մարտի 21-ի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքի վիրաբիտոնի արդիվ մատուցվող պատարագներ, որը մատուցվում է բաց խորանից եւ ժողովուրդը հաղորդություն են ստանում նաև, բայց դատարանը քննարկելով պաշտպանների միջնորդությունը, որոնցից ներկայացվել էր նաև մեր դիմում միջնորդությունը, մերժեց։ Պատճառաբանությունների մասով, քանի որ որոշումը մեզ հայտնի չէ, գիտեմ չեն էլ տրամադրել դեռևս, ոչինչ չգիտեմ, թե ինչ պատճառաբանությամբ։ Այնուամենայնիվ Սրբազանը վաղը կմասնակցի կիրակնօրյա պատարագին, բայց չի կարողանա ինքը անձամբ մատուցել պատարագը, այստեղ արդյոք մենք ունենք դրական տեղաշարժ, կարող ենք ասել փոքրիկ հաջողություն արձանագրվեց այս իմաստով։ Աննշան առումով այո, բայց այդ ամեն ինչը նաև մի քիչ այլ աչքերով, կողքի աչքերով որ նայում ես, շատ ճնշող է առաջինը, քանի որ ըստ էության ինքը պատարագին մասնակցի զուտ որպես ներկա գտնվող անձ, ոչ որպես հոգևորական, դե քանի որ մեծ պատշաճան է չի կարող հաղորդություն ստանալ, ինչի հնարավորություն ուներ այսօր ըստ եկեղեցական օրացույցի, ըստ եկեղեցական կարգի, ու նաև իրավունք չունենա քարոզելու եւ այլն, կամ ծիսակարգին որևէ մասնակցություն ունենալու։ Ինչ գործողությունների եք դիմելու, այսպես ասած, վերջնական ավտարության հասնելու համար։ Վերջնական արտահայտության հասնելու համար նախ նշեմ, ինչպես խոսքի սկզբում նշեցի, մենք ավանդավորներս դիտում ենք, որ
կատարվողը ոչ միայն սրբազանի իրավունքների խախտում է եւ արդեն կոպիտ իրավունքների նաեւ կանադական թե ինչու, այլև հավատավորների։ Ուստի ինքս գտնում եմ, որ պատեհ է մինչև վերջ պայքարել մեր բոլորի իրավունքների համար, բոլոր օրինական ձևերով ու մեթոդներով, որովհետեւ հստակորեն արձանագրվի կամ մեր հաղթանակը կամ իշխանությունների փառունակության աստիճանը, հա, երևի սենց ձևակերպեմ խոսքս, ինչու եմ այդպես արտահայտում, քանի որ պարզ է, որ ուղղակի այսպես կոչված դաբրոն չի եղել, որ Միքայել Սրբազանի հապանման միջոցը փոխվի կամ այլն կամ արկելափակումները ավելի մեղվացվի, այդ ամեն ինչի մեջ նախ եւ առաջ բացի դադավորի ինքնուրույնություն չունենալու մեղավորությունից մեղավոր են նաեւ իշխանությունները։ Ձեր կարծիքով ինչու է իշխանությունը այդպես վախենում Շիրակի թեմի առաջնորդից։ Գծեմ, որ ոչ միայն վախենում է, այլ նաեւ սարսափում է, ինչի արդյունքն է, թե 2025 թվականի հունիսի 17-ից նախաձեռնված քրեական վարույթը հաստատի մոտ տարի ու կես առաջ կատարված արարքի համար եւ դրանից հետո շարունակվող արդեն հունիսի 27-ով ձերբակալություն ու մինչեւ այսօր տևող ազատությունից ապօրինի զրկում, որը կարելի է բնութագրել միայն ահու սարսափի մեջ եղնելով իշխանությունների։ Պատճառը ես կարող եմ նշել երկու տարբերակ որպես այդպիսին, առաջինը ցանկանայի նշել, որ իրենք վախում են Սրբազանի իմաստուն դիրքորոշումներից, հայրենանվեր դիրքորոշումներից, հայրենանվեր խոսքից, հայապաշտպան խոսքից եւ ի վերջո իրենց այդ մինչեւ Սրբազանի ձերբակալությանը նախորդող բոլոր առաջ քաշված թեզերը եւ նաեւ իրենց վարքը լուրջ քննադատության առաջացան Միքայել Սրբազանի կողմից, որոնք իրենք նույնիսկ չկարողացան աննշան կերպով արձագանքել։ Այդ կան որ հիմնավոր է։ Երկրորդը նաեւ հետագայում ինչպես մեզ համար բարձ եղավ նախատեսված էր իրականացնել հագայեկեղեցական արշավի ամենա ծանր փուլը, որը վեհապար Հայրապետի հրաժարականը պահանջելն էր ու իրենք վախ ունեին, որ Միքայել Սրբազանը իր հստակ դիրքորոշումներով ու խոսույթով ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ կանգնած է լինելու վեհապար Հայրապետի եւ ամենայն հայոց կաթողիկոսի կայի պաշտպանության կողքին։ Ուստի որոշեցին, որ վերացնեն այսպես կոչված խոչընդոտները իրենց համար, ժամանակավոր լրացնելով նրան։ 4 թեմի առաջնորդներ կալանավորվեցին այս իշխանությունների ձեռքով, բայց տեսանք, որ չկարողացան այնուամենայնիվ վեհարանը իրենց ձևակերպմամբ ազատագրել Գարեգին Երկրորդից։ Արդյոք կարող ենք ասել, որ իշխանությունը, ավելի ճիշտ կարող ենք արձանագրել, որ իշխանությունը ձախողեց եկեղեցու դեմ իրենց ձևակերպած ազատագրական պայքարը։ 3 թեմի առաջնորդ, 4 եպիսկոպոս։ Երևի ներկա պահի դրությամբ իրավիճակը գնահատելով կարող եմ ասել, որ հստակ իրենց ծրագիրը չի հաջողվել, ուստի ներկա պահի դրությամբ համեմատության կարգի մեջ, այո, իրենք ձախողվել են, իսկ թե հետո ինչ տեղի կունենա, այդ պահի գնահատման կոնտեքստում պիտի նայենք։ Իսկ ես առավել քան վստահ եմ, որ իրենք նաև ներկա պահի խոչընդոտ է իրենց համար ընտրությունների ու քարոզարշավի մոտենալու պահը եւ քանի որ ժողովուրդը հստակ իր դիրքորոշումներն ընդգծեցավ եկեղեցու պաշտպանության համար ոտքի կանգնելով նրանց մոտ
այդ մասով էլ վախ կա, որ ներկայապահին որևէ բան չեն անում։ Իսկ վստահ եմ, որ հաջողություն ունենալու դեպքում ընտրությունների ժամանակ արդեն իրենք ավելի մեծ թափով ու մեծ ծավալով գործունեություն կսկսեն ծավալել այդ ուղղությամբ։ Պարոն Աթոյան, դուք լինելով իրավաբան, ինչ կասեք, ինչ իրավական գնահատական կտաք Սրբազանին առաջադրված մեղադրանքի եւ այս ամբողջ դատական գործընթացների վերաբերյալ եւ վերջնական այսպես վճռի հետ կապված ինչ կասեք։ Շատ բարի, իրավական գնահատական որպես այդպեսին տալ չեմ կարող իրավաբանորեն, բայց իմ տեսակետը կարող եմ հայտնել, միանշանակ Միքայել Սրբազանի մեղադրանքը անդիմն եւ ապօրինի է, իսկ տեղի ունեցած դատական process-ը զուտ առաջի աջանի դատական process-ի մասին է խոսքը առնվազն, որ կարելի է զուտ ցեղական բնույթ եւ ուղղակի պետք է տածակարգով անցնել եւ իրենց ուզած պատվիրված վճիռը ունենային ու արդեն քանի որ հասանելի է դատավճիռը տեղեկատվական այգում դադալեց նաև ես ընթերցել եմ ու մի շարք հարցեր կան բարձրացված որոնք եւ լուծում չեն գտել ապօրինի կերպով եւ անհիմն պատճառաբանություններով որը շատ կարեւոր է եւ բացի այդ նաև որպես այդպիսին առավել քան թույլատրել են pedagogan դիրքորոշում է ինչպես կհիշեք երբ Միքայել Սրբազանին ձերբակալեցին եթե չեմ սխալվում նույն օրը կամ հաջորդ օրը նախ դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ հետագայում նաև նույն հայտարարությանը հղում անելով իբր թե բարձաբանում տրամադրեց Նիկոլ Փաշինյանը հետագայում նաև քննչական կոմիտեի նախագահը արդեն հանրայինի եթերով ես այդ կանն եմ հիշում ու ըստ այդ բարձաբանումների հիմնական թեզը հետևյալն է որ այո Միքայել Սրբազանը իրենց բնութագրմամբ ռազմական հեղաշրջման կորչը արել է 2024 թվականի փետրվարին սակայն քանի որ 2025 թվականի մայիսին ներողություն հունիսի 21-ին Մյուզեումին հարցազրույց է տվել եւ ըստ էության վերահաստատել է իր դիրքորոշումը այդ իսկ պատճառով է հաջորդել հետապնդումները քրեական հետապնդումը նրա նկատմամբ ուն արձանագրենք հետեւյալը դատարանն էլ առաջի աջանի դատարանն էլ ըստ էության անդրադարձել է նաև այդ վերահաստատել եզրույթին, որով ընդհանրապես մեղադրանքի նկարագրությունից դուրս է թողել հղում անելով նրան, որ զուտ այդ հայտարարությունը դատարանը դիտում է արարքի սուբյեկտիվ կողմի որպես արարքի սուբյեկտիվ կողմ բնութագրմանը բայց հստակորեն դուրս է թողել մեղադրանքի բովանդակությունից Շատ կարևոր հանգամանք է իրար հաջորդած եւ իրար փոխ լրացնող այդ ժամանակագրական տվյալները, քանի որ ինչպես հայտնի է Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին սակայն մեղադրանքի մեջ ներառվել է նաեւ հունիսի 21-ի հարցազրույցը եւ որպես բարձաբանում տրվել է նաեւ հունիսի 21-ի հարցազրույցը, որը ուղղակի անթույլատրելի երևույթ է իրավաբանության մեջ առնվազն։ Բացի այդ, ցանկանամ նշել, որ այդ բարձաբանումների մեջ, որոնք նախորդիվ ասեցի, տեղ գտած բոլոր հայտարարություններն ու որպես պարզաբանում, որպես լույս սփռող շագերտների մեջ արտահայտությունները ուղղակի կարել են ձևական բնույթ եւ մանիպուլատիվ բնույթ, զուտ ըստ իս այդ պահին ժողովրդի բարգությունը զսպելու համար։ Բացի այդ նաեւ հնչել են թեզեր, որով հանրայինի եթերում փորձել են Միքայել Սրբազանին կապել
Բագրատ Սրբազանի գործի հետ, նաև Սամվել Կարապետյանի փորձել կապել Բագրատ Սրբազանի գործի հետ, որոնք քանի որ աշտենից բարույթնավարված եւ գործովաբացույցները տեսանելի են, առնվազն որոշման մեջ որևէ հղում չի եղել։ Հետագաբար այդ պարզաբանումներն ու հայտարարությունները Սրբազան պայքարի ֆոնին կամ օրագրի ուսումնասիրություն եւ այլն դրանք հոդս են ցնդել։ Այդ կարևոր իրավական խախտումներ կան, մնացածի մասին արդեն դատարանում ըստ նախնական խոսքի մեջ պաշտպանները նշեցին, թե քանի, իրավական նորմ ու ինչ տեսակի իրավական նորմեր են խախտվել թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում, մասնավորապես անմեղության կանխավարկած, ընդհատության հարցը, որը դատավճիռը լրիվ բեկանելու եւ մարդուն աշտարացնելու պատճառ կարող է դառնալ եւ այլն։